Սրտի տանիքներով Musa Production Առաջին կորպորատիվը ու երկրորդը քեզ հետ եմ վարել։ Այդ ես գաղափար չունեի այդ կենացներից, հերթականություններից, ինչ պիտի անեմ, դու ձեռք զբռնեցիր, ասիր գնացինք հանգիստ։ Ես դա երբեք, այդպես դու չես հիշում, բայց ես դա երբեք չեմ մոռանում։ Դե փառք Աստծո, որ այդ բանը փոխել է։ Ուրախ եմ։ Այո, մենք մեր տունը գնացինք, հիմա ես տուն ունեմ։ Շատ լավ է։ Շատ լավ, ուրախ եմ քնարիկ ջան։ Իդեպ, այսպես նայելով հաղորդումների, տարբեր հաղորդումների, հիմա շատ են հաղորդումները, քո հաղորդումը շատ էմոցիոնալ է, շատ լավն է, ապրես։ Կարողանում ես մարդկանց բացես, դե հիմա փորձիր ինձ բացել։ Շնորհակալ եմ ու անկեղծ մեր թիմին եմ շատ սիրում, իմ սիրելի Musa Production-ին, որտեվ երբ որ դուք իրար սիրում եք ու միասնական եք ու հենարան եք իրար համար, այդ ժամանակ այդ սերը միշտ ինչ որ լավ արդյունք է տալիս։ Դե դուք էլ եք ընտանիք, էլի։ Այո, լրիվ։ Միանշանակ համաձայն եմ քեզ հետ։ Սա կուզեմ մի քիչ մանկությունից գանք, որովհետև դու ինձ շատ սիրելի ես, դու շատ անկեղծ մարդ ես ու շատ էմոցիոնալ մարդ ես։ Դու չես թաքցնում, 7 անգամ չես կտրում մեկ ասում, ես էլ եմ այդպեսին, ես ինքս իմ էմոցիաները չեմ կարողանում թաքցնել, արցունքներս էլ չեմ կարողանում թաքցնել։ Ինչ լինում է դեմքից գրվում է, ես չեմ կարողանում ինձ զսպեմ։ Գուցե այն մարդիկ, ովքեր 7 չափում մեկ կտրում են, իրենց մոտ ամեն ջերվի ավելի հարթ ու լավ է գնում։ Բայց ամեն դեպքում այդ ինձ թվում է մեր տեսակը չի։ Մանկության այդ ամենաէմոցիոնալ ու ամենատակ հիշողությունը, որ սենց ժապավենի պես գալիս է։ Էմոցիոնալ բայեր շատ է իմ կյանքում եղել, տակ հիշողությունները։ Այդքան էլ տակ հիշողություններ չունեմ մանկության, իմ մանկությունը այդքան լավ ու հարթ չի անցել։ Դժվար է եղել, մայրս հայրս տարիքով մեծ են եղել, պապան երբ որ ես ծնվել եմ մոտ 50 տարեկան է եղել։ Ու դժվար այդ Գորբաչովյան ժամանակահատվածներ, մոտ 80 տարիներ, բան, ու մենք շատ պահեր է եղել, որ իրոք փողոցում ենք եղել, այսինքն Գավրոշի կյանք ենք վարել։ Մաման, պապան էլ անընդհատ մի կտոր հացի հանապազրի հացի խնդիր էին լուծում ու այդպես ուշադրություն չկար, ինչ էինք անում, ոնց էինք անում, գոյատևման խնդիր կար։ Ու որ ասեմ, այդպիսի լավ հիշողություններ ունեմ, քիչ են այդպիսի բաներ։ Երևի չգիտեմ։ Ընդհանրապես դա իմ ամենամեծ կոմպլեքսն է, ես շատ դժվարությամբ եմ մանկության մասին խոսում։ Այնտեղ պիտի լավ լիներ, բայց այդքան էլ լավ բաներ չկար։ Սակ, բայց գիտես, միշտ ինձ թվում է այն մարդիկ, ովքեր որ այդ ճանապարհը դժվար են անցնում մանկությունից սկսած, ովքեր ունեն յուրաքանչյուրս ունենք մեր տրավմաները մանկությունից եկած, այդ մարդիկ շատ ավելի ներքուստ հարուստ են լինում ու հետո իրեն ձեռք բերումը շատ ավելի ինձ համար արժեքավոր ու թանկ է դառնում, որովհետև ես գիտեմ, որ մանկության տարիներին դու ապահոված չես եղել, բայց երբ որ ես նայում եմ, թե դու մանոյին, քո երեխաներին ինչ ջերմությամբ ես այդ ամենը փոխանցում, այն կոմֆորտը, որը դու չես ունեցել իրենց համար ուզում ես սիրով ստեղծել, դա այնքան թանկ ու այնքան գնահատելի է, բայց գուցե երևի դու այդ ամեն ինչի մեջ մեծացած լինեիր, դու այդ ամենը այդպես չգնահատեիր, այդպես չկարողանայիր թեկուզ կյանքի գնով, էմոցիաների գնով, որովհետև ես հասկացել եմ, հայ-վրացի կորպորատիվ վարելը ինչա նշանակում։ Երբ որ դու տալիս ես սարսափելի մեծ էներգիա, շատ դժվար է անընդհատ ժպտալ ու էներգիա փոխանցել մարդկանց, որտեղ դու նենց չէ՞ լի դեր ես խաղում, որը ունի էմոցիոնալ պահեր ու իմջալուց ինձ համար ինքը համահավասար է ներկայացում խաղալուն, որտեղ ես այդպես քանվում եմ, ես հիշում եմ դա։ Առավել եւս դու, որ դա շատ ինտենսիվ էր քեզ մոտ, դու ամենապահանջվածներից ես ու վստահ եմ, որ հիմա էլ ամենապահանջվածն ես ու էլ ես, բայց այդ շատ դժվար է։ Դա հեշտ չի, դա ճիշտ է գումար ես աշխատում, բայց արդյունքում դու տալիս ես ու տալիս ես։ Հա, իհարկե դժվար է, ուղղակի ներկայացման ժամանակ մարդիկ խմած չեն, գումարասան այնտեղ խմած էր, ու գնալով ավելի կենացները քաղցրանում, բայց այնուամենայնիվ ինձ մանկությունը իրոք շատ մեծ ուժ է տվել, բայց նաև լիքը կոմպլեքսներ է տվել։ Ես մարդկանց շատ դժվար եմ վստահում,
Շատ դժվար է մարդկանց կարողանում մոտ թողնել։ Ու թվում է թե բոլորի հետ լավ եմ, բոլորի, բայց ես ընկերներ գրեթե չունեմ։ Գրեթե չունեմ ընկերներ։ Իմ ընտանիքն է իմ ընկերն։ Ինչ է իմ ընտանիքը այդքան ուժեղ։ Ինչ եմ ես անդադ ընտանիքից խոսում, որտեղ իմ ընտանիքն է իմ ընկերները։ Թող ինձ ներեն, հիմա լիքը աղբերներ, շրջապատ հայ տղա եմ, բայց մեկ է, գրեթե ընկեր չունեմ։ Եթե մանկությունս մի քիչ ավելի լուսավոր լիներ, ավելի ես կարողանայի մանկության ընթացքում վստահել մարդկանց, որովհետև մարդիկ ինձ ցավ են պատճառել շատ, որովհետև ընկածին չեն ներել այդ ժամանակ, աղքատին չեն ներել, չեն հասկացել։ Չեմ ուզում հիմա օրինակներ բերեմ, որովհետև ինչ օրինակ բերեմ կապված է լինելու իմ հարազատության, բարեկամության, ընկերության հետ, չեմ ուզում ոչ մեկին նեղացնեմ, անցածն անցած է, բայց լիքը միգուցե իրանք էլ չհասկանալով, բայց մեծ ցավ են իմ մեջ թողել։ Վերաբերմունքը իմ ծնողների հանդեպ, որ իրանք փող չեն ունեցել, եղել են տեղեր, որ գնացել ենք, չեն էլ սպասել, որ մենք գանք, հյուր ենք անջը, բայց սկսել են միջոցառումը ու դա իմ վրա մեծ ազդեցություն է թողել։ Ես ասել եմ, ես պիտի այնպես անեմ, որ բոլորին սպասեն, մինչև ես գամ նոր միջոցառումը սկսեն։ Դրանք բայց ահռելի մեծ էներգիա լացի լուրջ ոցի կլացի։ Չէ, բայց ասում ես ես, բայց դες ոնց է խոսքը աշխատել։ Դե հա, բայց մանկությունից չեմ ուզում խոսալ։ Բայց ու միշտ այդ ես նկատել եմ այդ ամենը։ Պապայի հանդեպ վերաբերմունքը, մամայի հանդեպ վերաբերմունքը դժվար է եղել իրանց համար։ Մի խոսքով։ Բայց ես ու աղբերս էլ ամեն ինչ արեցինք, որ մենք մեր խոսքը լսելի լինի։ Բայց այդ ահռելի մեծ էներգիայի գնով ենք արել, ահռելի մեծ էներգիայի գնով, սարսափելի։ Հիմա հակառակ process-ն է, հիմա ամեն ինչ մանուն անում է, որ ես փափկեմ, թեթևանամ, հոգևորին գամ, որովհետև դա հոգևորը դնում ես մի կողմ, արդեն դու սկսում ես կռվել, ճակատ։ Մարդիկ ես այս անարդարությունների դեմ, որ ժողովուրդ մարդուն չեն չափում իր քսակով, չափում են, իսկ չեն էլ չափում մարդը, հասկանում ես, մարդը։ Սակ, ես շատ սիրում եմ Լոս Անջելեսը, այնտեղ ունեմ շատ լավ ընկերներ, իմ մտերիմ ընկերների գրեթե 70%-ը այնտեղ են։ Բայց ես հասկացել եմ, որ այնտեղ, դու ասացիր քսակով են չափում, մի քիչ դա կա։ Այսինքն այդ բրենդներից մարդիկ ցավոք սրտի Միացյալ Նահանգներում այնքան կախված են, որ դա քեզ կլանում է։ Դու այդպեսին ստիպված դառնում ես, որպեսզի համապատասխանես կամ կարողանաս քեզ ճիշտ ներկայացնես, պահանջված լինես, որպեսզի քեզ օրինակ հրավիրեն միջոցառումներ վարելու, չգիտեմ, նկարահանվելու, որտեղ միևնույն ուշադրություն են դարձնում, թե ինչ դեպ շատ սիրուն կոշիկներ ես հագել, ինչ կոշիկներով ես կամ ինչ պայուսակով է կինո օրինակ գնում, չգիտեմ, տղամարդուն երևի ժամացույցն են նայում, ես ինքս բրենդամոլ չեմ, լավ չեմ հասկանում այդ ամենը, բայց դա կա ցավոք սրտի այնտեղ։ Դա բոլոր տեղերն է կա, քնարիկ ջան, արի Միացյալ Նահանգներին չառանձնացնենք, դա ամեն տեղ էլ կա, մարդը սիրում է լավ հագնվել։ Ինչա աչք ծակում։ Ես քեզ հավաստիացնում եմ, աչք չի ծակում բրենդը, աչք ծակում անճաշակությունը։ Իրանք չեն կարողանում, հա բրենդը վատ բան չի, Dior-ը վատն է, Ferragamo-ն վատն է, իմ ամենասիրած ֆիրմաներն են, այսինքն վատը չեն իրանք, բայց չեն կարողանում ճաշակով համադրել այդ ամեն ինչը։ Ու դրա համար էլ քեզ թվում է թե իրանք բրենդամոլ են, հա, բայց պիտի կարողանաս այդ ամեն ինչը, ինչա է թանկ, որովհետև լավն է, բայց այդ լավն էլ պիտի իմանաս ճիշտ հագնել։ Սխալ են հագնում, դրա համար էլ անունն է դուրս եկել։ Դրա հետ մեկտեղ պիտի էթիկա, ճաշակ, քթիծակ ունենան, հետո հասկանան, որ մեծ տառերը այդքան կարևոր չեն։ Չգիտեմ, իրանք իրանց վրա գովազդի շիթ են գծել, ման են գալիս շատ-շատերը։ Դա ճաշակի խնդիր է, ոչ թե բրենդամոլության։ Ես էլ եմ սիրում շատ ու շատ լավ կայացած Rolex-ն էլ հրաշալի, Cartier լավ ժամացույցներ, հրաշք են։ Ուղղակի պիտի իմանաս երբ ոնց հագնես եւ ոնց քեզ պահես դա հագնելուց, որ հավատան, որ դու դզված ես։ Ինչ-որ, չգիտեմ, բայց ոչ թե բան ես, եղոտ ես։ Բայց համաձայն ես, որ դա միևնույն է մարդկանց վերաբերմունքի վրա ազդում է։ Դե հա, միշտ է տենց եղել, այնպես չի, որ 21-րդ դարում ես ու քնարիկ ջան դու բացահայտեցինք այդ ամեն ինչը, իհարկե ազդում է, բայց երբ որ մարդը արդեն ավելի գիտակցական է դառնում, էլ արդեն այդ արժեքներից, հա,
ավելի հետաքրքիր բաներ կա, որ այս կյանքում ուզում ես բացահայտել, ուսումնասիրել ու ճանաչել։ Սակ, սովորաբար դու որոշում հեշտ ես կայացնում, իմպուլսիվ ես կայացնում, թե Իհարկե, որովհետև սրտին եմ լսում։ պահի։ Սրտին լսում եմ իմ մոտ այդ այնպես չափված ձևաց, ոնց է որոշումս կայացնում։ Սիրտս ուզեց, միանգամից դա կայացվում է, բարձրանում է ուղեղի դաշտ, ուղեղը սկսում է արդեն այդ որոշումը խմբագրել։ Ոչ թե որոշումը փոխել, այդ որոշմանը ճիշտ ընթացք տալ։ Դրա համար իմ մոտ այդ ամեն ինչը շատ արագ է ստացվում։ Այ դու պատմում էիր, որ տագնապի պանիչսկի ատականներ ես ունենում, չէ՞։ Պանիկան ատականներ։ Դա Երևանից էր սկսվել, թե այնտեղ սկսվեց։ Դա այստեղ մի քանի անգամ եղավ, բայց ես չեմ կարծում, որ դա պանիկ ատական էր, ուղղակի ահավոր ստրեսս մեծ էր, մի ժամանակ այնքան էի ես աշխատում, օրվա մեջ 28-30 ժամ աշխատում էի։ Գերհոգնած էի։ Այսինքն գերհոգնած էի, դա պանիկ ատակա չէր։ Եղել են նաև ժամանակներ, որ ես հատուկ հիմա երևի կասեն, այնքան տեղ էի աշխատում, որ բոլորը միաժամանակ զանգում էր հեռախոսս, ես ուղղակի անջատում էի, զանգում էի, խնդրում եմ եկեք լավ չեմ։ Բժիշկը ասում է լավ ես, ու խնդրում 10 օր պարկացրա հանգստանամ, էլ չեմ կարողանում։ Միակ դեպքն է, որ ինձ ոչ թե կհասկանային, որ չէին կանչի ֆիլմ նկարվեր, ձայն կարդալ, ու բոլորը գալիս են ինձ տեսուցալ, պարկում ես այդ ասի ջան։ Այդ իմ փրկողակն է։ Չէ՞ ասի այդ ժամանակમાં, պանիկ ատականները սկսվեց պատերազմից հետո։ Դա իմ վրա մեծ ազդեցություն թողեց, սարսափելի ազդեցություն թողեց։ Իսկ Ամերիկան էլ որ գնացի, ինձ թվաց թե ես գնում եմ բան անեմ, բայց չեմ կարծում, որ երևի հանգստացա, բայց նաև պանիկատականներս մյուս կողմից այդպես ներսս բարձրացավ, չգիտեմ։ Մի խոսքով։ Բայց դա էլի գերհոգնածություններ, թե անապահովության զգացում, ասեմ ինչի, որտեղ Մանոյին է ասում, որ դասատուն զանգեց, ասեց ձեր աղջկա մոտ ինչի չէիք ասել, որ ինքը ունի պանիչսկի ատականներ, այդ տագնապի նոպաներ, ես ասում չունի իմ երեխան, ու ես հասնում եմ դպրոց մի խոսքով։ Հետո դա կրկնվեց էլի մի օր իր մոտ, ու ինքը ինձ հետո բացատրեց, որ երբ որ մարդիկ շատ են լինում, ու աղմուկ է լինում, ու փոքր տարածքում է ինքը լինում, ինքը վերլուծել էր։ Ասեց մամ, ես չգիտեմ ինչի սկսում եմ, ինձ օդը սկսում է չհերիքել։ Նրանք ընդհանրապես պանիկատականները այդ պահի ազդեցության տակ չեն լինում, ինչքան որ ես եմ ուսումնասիրել։ Դրանք հավաքված, կուտակված, քո էներգետիկ դաշտի էմոցիաներն ա, որ դու գալիս ես մի դաշտից մյուս դաշտն ես գնում, բայց նա մնացած է լինում։ Որտեւ ես մի 2 տարի ամեն օր գրեթե մեռնում էի։ Այնպեսի զգացողություն էր, որ ես ինֆարկտ ու ինսուլտ եմ տանում միաժամանակ, ու 15 րոպեվա մեջ այդ բոլոր սիմպտոմները կային։ Ու այնքան ես մի 2-3 տարի այդ սիմպտոմներով ապրել եմ։ Ու ինձ սարսափելի է դա, ես չեմ կարող բացատրեմ։ Դե մեկի մոտ մի քիչ ուրիշ է, մեկի մոտ։ Դա այդ սաղ ստեղից բերած նստվածքն էր։ Այդ ամեն ինչը։ Այնտեղ բայց ցավոք բարեբախտաբար ես կարողացա դա հաղթահարեմ, ինչ եկել եմ ոչ մի բան չկա, հանգիստ եմ, հուսամ չեն լինի մարդիկ, որոնք ինձ հասցնեն դրան, ավելին ասեմ չեն կարա, որովհետև ես եմ փոխվել, դա էլ է շատ կարևոր, դու ինքդ պիտի քո վրա աշխատես, դա սարսափելի դժվար աշխատանք է, որովհետև դու մի էներգիայից պիտի անցնես մյուս էներգիա, դու պիտի գիտակցես, դու ով ես, ինչ ես, ու միշտ մեծ փոփոխությունները իրանց հետ մեծ դժվարություններ են բերում, ոնց ասենք, մեծ ասենք տայֆունների նման, այդպես ես իմ կյանքը փոխել եմ։ Մինչև Ամերիկայից հետո ես տարբեր սարքիս եմ։ Նույնիսկ կարելի է ինչ-որ անունը փոխել, որովհետև այդքան փոփոխվել եմ, որ եկեղեցականները մինչև հավատք ու հավատքից հետո փոփոխություն են, չէ՞, անուն են դնում իրանց։ Սակ մենք ունենք հրաշալի ընկեր օգնական այն ընկերությունից խոսեցինք, խոսքը Ամիոբանկի Visa Platinum քարտի մասին է։ Ուրեմն այս քարտը հրաշքներ է գործում։ Ես գիտեմ, որ դու սիրում ես ճամփորդել Մանոյի հետ ընտանիքով, Մանոն էլ ունի այս քարտից արդեն։ Ուրեմն, երբ որ մտնում ես օդանավական, չէ, ճամպրուկները անվճար փաթեթավորում են, որտեղ դու ունես Ամիոյի Visa Platinum քարտը։ Այն գրանցման հերթերին չես սպասում։ Հետո գնում եք Մանոյի հետ բիզնես սրահ, շամպայնը վերցնում եք, կամ ինչ որ ուզում եք, սիրուն սթորիները ձեր նկարում եք։ Հետո գնացիք արտասահման, չէ՞, ցանկացած երկիր, վարձեցիր ավտոմեքենա,
30% զեղչով ես վարձում, քանի որ ունես այս քարտը։ Աստված մի արած թե փչացավ, անվճար ծառայություն կա, գալիս են վերանորոգում են այդ մեքենան, էլի։ Լավ է, չէ։ Ես հենց հիմա գնում եմ Մամիո բանկ։ Լուրջ եմ ասում։ Անկեղծ եմ ասում, ինքը հրաշք ընկեր օգնական է, բայց ինչ քեզ հանձնել եմ մի հատ հարց տամ էլ ընկերության մասին։ Մանոյի հետ առաջի հերթին ընկերներ եք, թե սիրեկաններ։ Ընկերներ։ Ընկերներ, դե այս քարտը կվայել ես քո լավագույն ընկերոջ Մանոյի հետ ու եւս մեկ ընկեր օգնական ունեցաք ձեր ընտանիքում։ Շնորհակալ եմ, անպայման։ Երբ որ գնացիր Միացյալ Նահանգներ, երբեմն մարդ տեղի փոփոխության հետ մտածում է, որ ինքը կփոխվի, ամեն ինչ կփոխվի, նորեջից կսկսի, բայց դա առաջի պատկերն է ընդհանրապես, որովհետև գալիս է մի պատ ու հասկանում ես, որ չէ, ներսումդ ոչ մի բան չի փոխվել։ Ուր էլ փախչես, ինքդ քեզանից չես փախչելու։ Այդ էր, որ դու նորից եկար ես որոշմանը վերադառնալու։ Հետ վերադառնալը։ Նախ ինձ պետք էր գնալ։ Անպայման պետք էր գնալ, որովհետև եթե ես չգնայի, ես չգիտեմ, հաստատ լավ չէի լինի։ Ես չգիտեմ ինչ կլինեի, բայց հաստատ լավ չէի լինի։ Չարացած էի։ Վրեժխնդրությամբ լի էի։ Ջղայն էի։ Ինչքան վատ ու չար բան կար իմ մեջ պտտվում էր։ Ու ինձ պետք էր դուրս գալ այս ամեն ինչից։ Ես դրանից տուժում էր իմ ընտանիքը, իմ հարազատները, իմ բարեկամները, էլ չեմ ասում ես, անձամբ տուժում էի։ Ինձնից ոչ մի էներգիա չէր, դրական էներգիա, հոգևոր, աստվածային, ոչ մի բան չկար իմ մեջ։ Ու պիտի գնալ։ Ես դա այդպես փախնում էի էներգիայից, որը կար։ Այնտեղ գնացի իրոք մի փոքր հանգստացա, որովհետև ինչ էլ որ անում ես, մեկա կողքդ ավելի հանգիստ է, այնտեղ արև կա, ծով կա, դրանք սա ազդում են քո վրա։ Միանշանակ։ Համ հիշողությունները, մտածմունքները կան, բայց էներգիան ավելի հանգիստ էր, ավելի հանգիստ էր։ Դա օգնեց, բայց մեկա իմ մեջ միշտ ես ապրել եմ Հայաստանով։ Միշտ մտածել եմ Հայաստանի մասին, նույնիսկ մանոն շատ դեպքերում հեռախոսը ձեռիցս վերցնում, պահում էր, որ ես չհետևեմ, ցավ էր պատճառում ինձ ամեն մի անհաջողություն, ամեն մի փոքրիկ ուրախություն իմ համար շատ մեծ ուրախություն էր։ Դա չէ, ես ուղղակի գիտակցեցի, որ ես տուն եմ ուզում գամ։ Այդքան բա, տուն եմ։ Գրկեմ ապրես նոր։ Մերսի։ Անկեղծ քնարիկ ջան, ոչ չափազանցություն եմ անում։ Հիմա հասարակ մի հատ բան, ինչքան էլ որ ես գամ ձեր տուն, մոտավորապես բացատրեմ, ձեր տունը լինի շքեղ, գեղեցիկ, մի քանի հարկանի, գեղեցիկ այգող։ Մեկը ես մի պահ ասել եմ մանո, վերկաց գնանք տուն, իմ տունն եմ ուզում։ Նույն համակարգն է։ Ես ուղղակի տուն էի ուզում գնալ։ Ու վերկացա ասեցի մանոն սկզբից, բա ես չէ, բան դե իրան էլ եմ հասկանում, ինքը մի քիչ դժվար է, ես ինքս շատ արագ եմ որոշումներ կայացնում, Մանոյին էլ ես, որ գցում եմ մի որոշման մեջ, ինքը սկսում է ապրել իմ երազանքներով, իմ ճշտով ապրել, ու հետո ես ասում եմ, դա ճիշտ չէ, արի փոխենք սենց, բա դու բան ասում եմ, հա նորմալ է, մարդ կարա մի պահ սենց ճիշտ համարի, հետո անցնում է ժամանակ, հասկանում չի կարա, մենակ հիմարը կարա մինչև կյանքի վերջ մի ճշտով ապրի։ Ես խնդանում եմ ձեր զույգի համար, որովհետև գիտես, Աստված պահապան, որովհետև մենք այսօր ժամանակները փոխվում է ու մենք առաջինը միշտ սկսում ենք դնել մեր անձը, հոգեբաններ ասում են, ինչա դու քեզ շատ չսիրես, դիմացին չես կարող սիրել, եթե նայի քո հարմարությանը, առաջինը քո կոմֆորտին նայրի։ Բայց ես նայում եմ Մանոյին ու հասկանում եմ, որ իր կոմֆորտը, իր երազանքները, իր ամեն ինչ անձնապես իրանից չի սկսվում։ Իր համար առաջի տեղում դու ես երեխաները, հետո նոր իր ցանկությունները։ Այսինքն իր ցանկությունները ծնվում են քո ցանկություններից։ Այսինքն իր համար առաջնայինը, որ դու քեզ երջանիկ զգաս, հետո նոր ինքը։ Որովհետև իր երջանկությունը անմիջականորեն փոխկապակցված է քո երջանկության հետ։ Սովորաբար մտածում ենք, որ իսկապես պիտի ամուսինների մեջ այդպես լինի փոխհարաբերությունները, բայց դա կներես շատ բացառիկ է ու շատ հազվադեպ է այսօր պատահում։ Մենք ոչինչով ոչ մեկից չենք տարբերվում։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, բացի մի բայցից։ Մենք էլի կռվում ենք, գոռում ենք, նեղանում ենք իրարից, չգիտեմ, ժամանակին ավելի մեծ ապուշություններ էի անում ես, որպես իդեա դա տղամարդկությունն է, դրա մասին չեմ էլ ուզում նույնիսկ հիշել։ Բայց մի կարևոր բան կա, մենք ճիշտ ժամանակին կարողանում ենք կանգնել ու
չթողենք, որ դա դառնա հայոց հարցը, կոպիտ ասած։ Մենք կարողանում ենք ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացնենք ու չենք թողում դա վաղվա օրվան։ Բոլոր հարցերը մինչև անկողին մտնելը, քնելը մենք լուծում ենք։ Դա մեզ օգնում է։ Գիշերը նեղացած չեք չենք քնում։ Երևի մատներից վրա հաշված լինեն, որ այդպես նեղացած։ Ու այնքան ուրախ եմ, որ ինքը իմաստուն կին է։ Իրոք իմաստուն կին է։ Ցավոք սրտի հիմիկվա կանայք թվում է թե ուղիղ գնալով ճակատ տալով ամուսնու հետ դա կոչվում է ուժ, իրանք տենց հաղթում են, իրանք թույլությունը դրա մեջ է, որ իրանք չէ, խոնարհության մեջ է։ Կինը չի կարա ճակատ ամուսնու հետ։ Նախ ուժը չի հերիքի։ Երկրորդ հերթին դա իրան Աստված այդպես չի ստեղծել կնոջը։ Կնոջը ավելի իմաստուն է ստեղծել, որովհետև սովորաբար այն ղեկավարներն են հաղթում, որոնց տեղակալներն են խելացի։ Ղեկավարը այդքան կարևոր չի, իր թիմն է կարևոր, իրան խորհուրդ տվողները։ Նշանակում է, որ կինը կարևորն է։ Կինն է մուսան, կինն է տղամարդուն թևեր տալիս, հաղթանակների տանում։ Ու ինքը չի կարա իր ղեկավարի հետ հավասարի խոսա։ Այդ բանը տարբերություն եմ ասում։ Ինքը դի ժպիտով, մի հատ սուրճ տալով, ոնց ասում, սենց ավելի լավ կլինի։ Այսինքն խորամանկություն մի փոքր հմայք, մի փոքր նաև լռել, տանել խոր խոսակցություն ուրիշ դաշտ։ Դրանք վարպետություն են, բայց դրա մեջ է կնոջ ուժը։ Իսկ ինը այդ ամեն ինչը, այդ Աստծո տված այդ ուժը թողած, տղամարդու ուժը վերցրել է, ասում է ես քո հետ կկռվեմ քո զենքերով։ Դու ո՞նց ես տղամարդու հետ իր զենքերով կռվում։ Չես կարա կռվել։ Իսկ դու որոշումը կայացնում ես Մանոյին հայտնում ես, թե դուք ամեն դեպքում այդ որոշումը միասին եք կայացնում։ Մենք այնքան ենք արդեն միասին եղել, որ պետք է չի իրար հայտնել։ Մի հատ նայում ասում չէ։ Ես ասում եմ չէ։ Լավ, բայց ես գիտեմ, որ դուք ուզում եք, դու որոշել էիր արդեն, որ վերադառնում եք տուն, Մանոս չէր որոշել, որ վերադառնում է տուն, բայց դու կամաց հետս ցենց մի անգամի չէիր ասել, Մանո ճամպրուկը հավաքի, այսինչ օրը թռնում ենք Հայաստան։ Դու տունն էիր գնել Հայաստանում, բայց Մանոն չգիտեր, որ ինքը գալու է մշտապես այդ տանը ապրի։ Ճիշտ է։ Նախ մշտապես ես չգիտեմ վաղը ինչ կլինի։ Արեք խոսանք այսօրից։ Մեր ամենամեծ խնդրեմը, որ մենք ամեն ինչ վաղվա, այսօր։ Հիմա ես քնարիկ ջան, քո հետ կանգնած եմ, ես ուզում եմ վայելեմ իմ ու քնարիկի հարցազրույցը։ Վաղ ես չգիտեմ, այսօր ես էստեղ եմ ու ինձ հրաշալի եմ զգում ու լավ եմ զգում։ Հիմա կասեն, ահա, վաղ էլի կփախնի, ես չգիտեմ ինչ, բայց ես մի բան հստակ գիտեմ, որ ես գտել եմ ու հասկացա, որ սա իմ տունն է։ Դες հայրենիքը բոլորինս է, բոլոր հայերինը Հայաստանն է, բայց բոլոր հայերինը չի, շատ եմ ասել, բոլոր հայերի տունը չի Հայաստանում։ Մեկը Ֆրանսիայում իր տունն ունի, մեկը Ամերիկայում, մեկը Ռուսաստանում։ Տունը տարբեր տեղեր է, հայրենիքը մեկ։ Հիմա իմ տունը ստեղ է, այդ հաստատ։ Հիմա թե կգնամ 6 ամիս Իտալիա կմնամ, Ֆրանսիա, Գերմանիա, դա բոլոր մարդկանց իրավունքն է։ Սակ, այ հիմա որ ասեցիր, դուք Մանոյի հետ այնքան երկար եք միասին, բայց սերը տարիների ընթացքում ինչ-որ տրանսֆորմացիաների է ենթարկվում։ Բայց ես նայում եմ, թե դուք ինչքան սիրով եք իրար հետ։ Էլի չէ, շատ ես լսում, որ ասում են սեր աշխատանքը, հարաբերությունները աշխատանք են, դա պետք է երկկողմանի տանը եւ այլն։ Այ դու ինքդ ոնց ես Մանոյին այդ ուրախությունները պատճառում։ Ոնց ես իրան սիրտը շահում, երբ որ գիտես ինչ որտեղ գուցե նեղացրել ես, կամ երկուսով եք ճամփորդում առանց երեխաների, բայց ես կարծես միշտ երեխաներին հիմնականում դες հետ տեսնում եմ։ Կյանքը ցույց է տվել, որ ամենամեծ ուժը դա ընտանիքն է։ Ես դա զգացել եմ, ես դա տեսել եմ։ Մանոն ես երբ որ Մանոյից սկսել ենք ընկերություն անենք, այդքան սերը չի, մեր մոտ սեր չի եղել, մենք ընկերներ ենք եղել։ Քասեց, ասեց ոնց որ նստեցինք, պայմանագիր ենք ընկում, չէ՞ մարդիկ իրար հետ։ Հա մենք ընկերներ ենք, որտեղ մենք ինստիտուտում երբ որ սովորում էինք, մենք լավ ընկերներ ենք, հետո դրանից է ծնվել սերը։ Ընկերություն է մեր մոտ, այսինքն ընկերությունից ծնված սեր է ու անսահման սեր։ Հիմա ես չեմ կարող ասեմ որն է շատ, որն է քիչ, ամեն ինչ որն է առաջինը, որը երկրորդ։ Բոլորն էլ դրական են, բոլորն էլ աստվածային են ու դրա համար էլ ստացվում է։ Ես հասկացա, որ ամենամեծ ուժը ընտանիքն է։ Ու ես Մանոյին վերաբերվում եմ այնպես, ինչպես կվերաբերվեմ ինքս իմ հետ։ Այսինքն, եթե դու ուզում ես, որ քեզ լավ լինի, դու ինչ արժեք համակարգ ես ուզում, որ դիմացինը քեզ ցույց տա։ Աստվածաշնչի բառերը, վարվիր դիմացինիդ հետ։ Ես վարվում եմ Մանոյի հետ այնպես, ինչպես կուզենամ, որ իմ հետ վարվեն։ Դա վերջ ուրիշ խնդիր չկա։ Ես ուզում եմ, որ ինքը ժպտա, որովհետև ես ուզում եմ ես էլ ժպտամ։ Ու վերջի ինքը իմ երեխաների մայրն է։ Ու ես էլ այդ երեխաների հայրն եմ։ Մենք երկուսով պիտի մեծացնենք սերունդ։
մեծացնենք սերունդ, ու այդ սերունդին պիտի մեծացնենք հարգելով մեկս մյուսին։ Մանավանդ աղջիկներ են, իրանք պիտի վաղը ամուսիններ ընտրեն ու տղամարդու արժե համակարգ տեսնեն, թե ոնց պիտի վարվի իրենց հետ։ Այդ ամեն ինչը այդպես հատուկ չեմ նստել մտածել։ Ես այդ Մանոյի խորամանկ դաստիարակության, որ ինքը կարողացել է այնպես անի, որ ես ճիշտ գծի վրա ընկնեմ որպես պապա։ Ինքը միշտ ասել է, Աստված քեզ իզուր չի այդքան աղջիկ տվել։ Դու պիտի հասկանաս ինչի համար է տվել։ Ու ես սկզբից ասում եմ, հա դե հիմա տենց հաստատ։ Չէ։ Այս կյանքում ոչինչ հենց այնպես չի ստացվում։ Եթե աղջիկներ շատ ունեն, պապաները պիտի հասկանան, որ իրանք միսիա ունեն կատարել, պիտի փոխվեն, իրանք ավելի պիտի ուժեղանան, ավելի պիտի բլագարոդնի լինեն։ Իրանք աղջկա պապաները, դե հիմա տղաների պապաները կասեն, սրան ինչ էր, դե չունեմ դրա համար։ Ես հիմա ասեմ, թող տղաների պապաները մեկին կկանչեք, տեսեք թող խոսա։ Աղջկա պապան ինքը ապագա մայրերի դաստիարակողա, չէ՞, ու պիտի այնպես անի, որ հրաշքների կողքը արժանապատիվ տղամարդիկ լինեն։ Ընդհանրապես օրինակ պիտի լինեն տղամարդիկ։ Դե միշտ սովորաբար ոնց է աղջիկներ, եթե լավ հարաբերություններ ունեն հայրերի հետ ու միշտ հայրերին մի քիչ ավելի շատ են սիրում, ինձ թվում է, իրենք կողակից ընտրելուց միշտ այնպես են ուզում լինի, որ իրենց հորը հիշեցնի, հոր գծերը ունենա, նման լինի։ Դե բայց այդպես է ստեղծված, Աստված այդպես է ստեղծել։ Ծնողին տվել է զավակ, որ ծնողը դաստիարակի իր օրինակով, ոչ թե նստի ասի, գիտես, ինչ կա, սա ճիշտ է, սա սխալ։ Սա ճիշտ է, sense չանես, տես պետք չի ոչ մեկին դաստիարակել, ես եմ ասել առաջինն եմ ու վերջինը։ Պիտի տենց ապրել։ Ոնց ուզում ես։ Այ մենք պատրաստվում ենք նկարահանման, դու զանգ ստացար, ու ինչ որ մարդեր, չգիտեմ, հանձանոտ ինձ թվում է, որը որ քեզ շատ ջերմ խոսքեր էր ասում, ու սենց հասկացա, որ ինքն էլ է այնպես ուրախացել, որ դուք եք եկել։ Այդ ջերմությունը, այդ ուրախությունը անհրաժեշտ էր քեզ այստեղ տեսնելը ու լսելը։ Դե իհարկե, հաճելի է, երբ որ քեզ այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս, ամեն օր զանգում են, դա իհարկե իմ համար, ամեն մեկի զանգելուց հետո ես ասում եմ փառք Աստծուն։ Փողոցում ես զգում եմ այդ ամեն ինչ, փողոցում մեքենան կանգնում ասում է բարով ես եկել, ներողություն, ու այդտենց անընդհատ։ Ու ես այն օրը Մանոյի հետ խոսում եմ, ասում եմ, ես հասկացա, որ մի տեսակ իմ տպավորություն էր, որ Հայաստանում ապրող հայերը ինձնից նեղացել էին, որ ես գնացել եմ։ Ու հետո որ եկա, ասին բարեշել եք, արի, մենք քեզնից նեղա, տպավորությունը այդպեսին է, լուրջ։ Գիտես ինչ, որտեղ տխրում ես, ում որ սիրում ես, չես ուզում բաց թողնես։ Դու այն պահանջված նաև դերասաններից էր ու հիմա էլ այստեղ նոր ես վերադարձել, բայց որը անընդհատ նկարվում էր, որը որ սիրված էր, որը որ պահանջված էր, չէ՞։ Դու դառնում ես այդ սերիալներով մարդկանց ընտանիքի անդամը, ո՞նց է, իրենք քեզ սովորեն տեսնեն, մեկը տեսնում են իրենց ընտանիքի անդամը, որոշել է վերկանել գնել չգիտեմ ուր, հեռու ինչ որ միտեղ։ Կա այդպիսի բան իրականում։ Դե ես ոչ մեկի հետ չեմ վիճում։ Եթե այդպես է, ինքը կյանքը այնքան ճիշտ ուսուցիչ է, քեզ դնում է տեղը։ Ուրեմն այդ ամեն ինչը, որ այդպիսի մասշտաբի էր հասել, որ անընդհատ դեռ արդեն ամիսից ավել է, որ ես այստեղ եմ, ու դեռ ասում եմ, մենք ձեզ կարոտել ենք, մենք ձեզ, ուրեմն ճիշտ էր։ Երևի իրոք այդ նեղացվածությունը կար իրանց մեջ։ Հիմա սիրտները շահել ես բոլորիս, էլի։ Չէ, ուրախացել են, հետ եկել, այ մարդ մոռացել են տեղացնում մեզ սակնում հետ։ Սակ, կյանքիդ ամենածանր ճգնաժամը որն է եղել։ Արցախը, որտեղ արմատներով արցախցի եմ, դա այն վրա շատ մեծ ազդեցություն է թողել։ Այդ բանի կատականն էլ երևի տեղից էր։ Իսկ երազում տեսնում ես։ Չէ, երազում չեմ տեսնում, բայց անընդհատ մտածում եմ, ավելի շատ ոչ թե մտածում եմ, հորս ասում եմ, որ պապան ողջ էր, ոնց կնայեր այս ամեն ինչին։ Հետո շատ լավ օրեր եմ ունեցել Արցախում։ Տեսակ ոնց որ ինչ-որ մի բան պոկված լինի ինձնից։ Դա է իմ ամենամեծ ստրեսը երևի։ Իսկ որ վատ տրամադրություն ես ունենում, անկճված ես լինում, ջղայնացած ես լինում, ոնց ես կարողանում հաղթահարես, ում ես զանգում, գնում ես Մանոյի հետ ես խոսում, գնում ես օվկիանոսի ափիներ նստում, աղոթում էի, շատ էի աղոթում, Աստծո հետ էի ուզում խոսեի,
մեկ-մեկ ստացվում էր, մեկ-մեկ չէ։ Մի մոտ այնպես ստացվեց, որ Մանոն էլ չէր օգնում շատ չէր կարողանում օգնել, որովհետև այնքան ծանր էր ներսիս, չգիտեմ ինչ էր կատարում, այդ ինչ անդունդ էինք, էլ չէի կարողում դուրս գա այդ անդունդից, ամեն ինչ տակնու վրա էր եղել ու այդպես աղոթքներով, հոգևոր կյանքով, հետաքրքրվելով Աստվածաշունչ կարդալով, Նարեկը կարդալով կարողացա հետ գամ, որովհետև հասկացա, որ որն է կյանքի իմաստը, ոչ որն է առաջնայինը, երբ որ դու մեր ամենամեծ խնդրեմը գիտես որն է։ Մենք մտնում ենք YouTube, բոլորն ասում են դու կարաս, դու ուժեղ ես, դու ուժեղ չես։ Դրա համար էլ չենք կարողանում, ֆակտ են խփում, կեսից ստրեսի մեջ ենք գնում, ուժեղ չես։ Իսկ Քրիստոսն ասում է ձեռդ տուր, ես քո հետ եմ։ Ասում է արի մենակ չես կարա, բեռդ տուր ինձ։ Այդ երբ որ հասկանանք, որ դու մենակ չես, պետք է Աստծո հետ գնաս, ոչ թե մենակ, այն որ քոչեր կան, տրեյներներ ասում են, այո, ամեն ինչ քո ներսում է կատարվում, այ մար պայթում ես, կյանքը այնքան արագացել է, չեն հասցնում, մարդիկ չեն կարողանում։ Չկա ոչ մեկ էլ, մենք ոչ մենք մեզնով չենք կարա, մեզ օգնություն ա պետք բոլորիս։ Այդպես է, չէ՞ մենք էլ ենք երեխա, մամա, ուր ես, պապա, ուր ես, մենք էլ ենք ման գալի մեր հորը, մեր մորը։ Այս դեպքում մեր հոգևոր հորն ենք ման գալիս։ Երբ որ դու հասկանում ես, որ դու ձեռը բռնում ես, դու մի ամբողջ, ինչ ասեմ, տիտանական բեռ փոխանցում ես։ Ինքը ասում է, արի լավ է, իմ հետ ես, դու խնդրեմ չես ունենա։ Խնդրեմ չես ունենա։ Ավելի ճիշտ խնդրեմ կունենաս, բայց այդ խնդրեմից հեշտ դուրս կգաս, որովհետև քո հետ եմ, կեսը ես եմ տանելու քո խնդրեմները։ Սա ինձ օգնեց, երբ որ դու գիտակցում ես, որ դու մենակ չես։ Իսկ երբ որ մոտ գործեցիր Երուսաղեմ։ Դե այդպես որոշվեց, Մանոն ասեց, սա քո արի այդպես անենք, այդպես ճիշտ է։ Ու գնացինք, ինչ ասեմ, հեքիաթային, հոգևոր, հրաշք բայր ունեցանք, շատ լավ ընկեր ձեռք բերեցինք Վահե Սարգսակը, հրաշք տղա է, ես չգիտեմ Մանոն իր մասին խոսացել է թե չէ, բայց մեր ընտանիքի լավագույն ընկերներից մեկը, որը ինձ շատ հոգևոր գիտելիք տվեց, ու նաև դաստիարակություն տվեց, չգիտեմ, այդ 7 օրը որ այնտեղ էի ու տեսնելով Հիսուսի գերեզմանի մոտ լինելով, ես իհարկե քարն ու փայտը չեն, բայց որ քեզ պիտի հավատ ներշնչեն, միլիոնավոր կարող է գնաս կանգնես օրերով, բայց դու ընդհանրապես կապ չունենաս, դու ինքդ պիտի ցանկություն ունենաս փոխվելու, այլ ոչ թե պիտի եկեղեցին քեզ փոխի, դու ինքդ ամեն սկսում ես ուզում ես, մենք ուզելով ենք գնացել այնտեղ, իսկ եթե ուզում ես քեզ Աստված տալիս է, մեր խնդիրը ո՞րն է, ասում է, դե բանը դե ուզում եմ չծխեմ, բան, բայց դու չես ուզում, եթե դու ուզենաս կլինի, դու ինչ ուզում ես լինում է, քնարիկ ջան, դու ինչ ուզում ես լինում է, ինչը որ չի լինում, այն չես ուզում։ Ուրեմն բարին է։ Իհարկե, չէ, բարին չի, չես ուզում։ Ես չեմ բարին ու չար է Գիտես, որովհետև հաճախ մենք ինչ որ բան շատ ենք այդ պահին ուզում, հետո չի ստացվում, որոշ ժամանակ հետո հասկանում ես Աստված իմ ինչ շնորհակալ եմ, որ չստացվեց, անկեղծ։ Մենք այս этаպում պիտի հիմա մարտի 6-7 լինեինք Դուբայում մեր թիմով, որովհետև մեծ բիզնես ֆորում էր, Ջեյմս Կամերոնից սկսած աստղեր էին գալու ու մենք պետք է էքսկլյուզիվ սիրտի տանիքներով լիներ այնտեղ։ Դու ուզում ես, Աստված տալիս է ինչ որ քեզ պետք է։ Քեզ պետք է։ Հրաշք։ Արդյունքում մենք վերջին օրն էր, որ արդեն ինչ որ Տոմսերի հետ խնդիրում, հյուրանոցի հետ խնդիրում ենք, ես ասեցի, Տեր ջան, կողո չես ուզում որ մենք գնանք, խնդրում եմ բարին անես, ու հաջորդ օրը հասկացանք որ Դուբայում եւ այլն, այսինքն բոլոր ուզում էին հետ գային, ել չէին կարողանում։ Այս աղմուկի մեջ լսելի չի։ Այս շատերի մոտ, շատերի համար Միացյալ Նահանգները միևնույն է երազանքների երկիր է, ու ես գիտեմ, որ շատեր ուզում են մեկնեն, հիմա բնականաբար ինչ որ ավելի մեծ խնդիրներ է դարձել այդ մեկնումի հետ կապված, թղթաբանություններ եւ այլն, օրինական մնալ, չմնալ, հիմա դա չեմ ուզում ասել, բայց դու այստեղ ֆինանսապես ապահովված, չէ՞ արդեն հայտնի, սիրված, պահանջված դու գնացիր ու միևնույն է, ես գիտեմ, որ այնտեղ մարդիկ սկսում են 1-0 կետից, կապ չունի դու ստեղով ես Երևանում, Հայաստանում, դժվար էր սկիզբը այնտեղ։ Շատ, իհարկե 0 կետից։ Թող բոլորը իմանան, որ իրենք գնալու են ու իջնելու են իրոք ինստիտուտից, որ դուրս են գալի, այդ կետից պիտի սկսեն։
Դժվար էր միանշանակ մանոն մանկապարտեզում էր աշխատում, ես մի 6 ամիս ընդհանրապես չգիտեի ինչով զբաղվեի, հետո Արմենիա, US Արմենիա մտա սկսեցի։ Բայց դու գումար էիր հետը տարել, որ այդ ամիսներին կարողանաս ապրես։ Հա, իհարկե։ Հա։ Իհարկե։ Ապրեցի, բայց միջոցառումներ կար, վարում է, այնպես չի, որ ես տենց ինչ-որ շատ դժվարությամբ եմ բանել, բայց մեկը դժվար մենակ ֆինանսական առումով չի։ Ես մեկ որ ասում են դժվար էր ու մենակ ֆինանսն են նկատի ունենում, իմ համար ավելի մեծ դժվարություն կար, հոգևոր, չճանաչել, որփացած լինելն էր։ Դա է ավելի մեծ դժվարություն իմ համար։ Ֆինանսականը ստամոքսի մակարդակից բարձր էլի կետեր կա միջև ողեղ։ Ֆինանսը մի օր կլներ, մի օր չէր լինի, մեկը պարտքով կտար, մի բան կապրենք։ Սովից դեռ ոչ ոք չի մահացել, հայերը հաստատ, սովից չեն մահանում։ Բայց հոգևոր առումով գավրոշ է ես գում ինձ։ Ինչ եմ անում ստեղ, ես ով եմ ես, ինչ եմ ուզում, հումոր եմ անում, հումորս չէին հասկանում, ես իրանց չէի հասկանում։ Դե նորմալ է, իրանց մշակույթը ինչքան էլ որ մեր հայրենակիցներն են, բայց իրանց ապրելակերպը զգալիորեն տարբերվում է մեր ապրելակերպից։ Միջոցառումների ավանդույթները, չգիտեմ, տարբեր բաներ տարբերվում է։ Ու մինչև դու մտնում ես այդ դաշտ, երկար ժամանակ անցնում է։ DJ Smoke-ը ընկերս ասում էր դու այդպես էլ բանը լոսի հայ չդարա։ Ասում լուրջ ասում հա սա քո ասում, որովհետև կան հատուկ արժեքներ, որ խնդիրը լավ ու վատի մեջ չի տարբեր ուղղակի այդտեղ էլ չփոխվեցի։ Ահա։ Այդտեղ էլ չփոխվեցի։ Երևանյան ոճով էիր վարում։ Վարելու մասին է խոսքը, թե ընդհանուր որպես Առհասարակ, բայց միջոցառումներն էլ ես գիտեմ, որ տղամի մի քիչ տարբեր է, ուրիշ չէ, կերպ են։ չկարողացա փոխել, իրանց ուզած եղավ, իրանց ուզած եղավ, հա։ Չկարողացա, ու ես հասկացա, որ պետք էլ չի ոչ մեկին փոխել։ Okay, նորմալ է։ Սակ, դու ունես բիզնես մտածողություն։ Հա, ոչ չունեմ։ Ես գիտեմ, որ ունես, բայց որովհետև ամեն դեպքում այդ բարեկեցությունը ստեղծելը դա նշանակում է, որ նենց չի, որ ամբողջը ստացա ու ծախսեցի, ամբողջը ստացա ու ծախսեցի։ Այսինքն դու ես հաշվում, թե Մանոն է հաշվում։ Մանոն հաշվել չգիտի։ Մանոն ընդհանրապես հաշվել չգիտի։ Հասկացա։ Մանոին ասեմ ցավը տանեմ, դուր քո գումարները ես պահեմ իմ խոսք եմ տալի։ Մի կոպեկ չեմ ծախսի, բայց դու անընդհատ գումար կունենաս։ Ասում եմ ոչ դուր։ Ու մեկ էլ բանը, տես գալիս է անմեղ աչքերով նա ես գիտեմ արդեն որ ինչ ես արել ասում եմ սա քո չգիտեմ ինչ եմ արել լուրջ չգիտի ինչ արել ու ես սկզբից ջղայնում հետո հասկացա որ չէ իրոք չգիտի ինչ արել այն օրը մեկին 1000-ի փոխարեն 10000 է տվել նույնն է չէ կարող գույնը այո ինձ հետ էլ է պատահել շատ նման են իրար հետո ինքը դե մի խոսքով ծախսել չգիտի Լավ, իսկ ոնց ես, օրինակ ֆինանսը ստացել, ոնց ես կարողանում, ոնց մարդ դառնա բիզնես մտածողությամբ օժտված մարդ, որ կարողանա մեկը երկու դարձնի։ Նախ պիտի գնահատես քո արած աշխատանքը։ Ահա։ Երբ որ դու աշխատում ես, հիմա դու իմ հետ գումար ես վաստակում, նաև բացի հաճույք ստանալուց, նաև գումար ես վաստակում։ Գիտես ինչի ենք հիմա վաստակում, որովհետև սկզբից որ սկսեցինք չէինք մտածում գումարի մասին։ Չէ, դեռ պիտի մտածես, բայց այդքան շատ չէ, առաջնային չէ։ Այնպես չի որ մեկ ասում են գումարը կարևոր է, հա, ոնց կարևոր չի, որ number 1 խնդիրը գումարն է։ Բայց դրանից առաջ կա մեծ ցանկություններ։ Ես այդ գումարը ոնց է հաճույքով եմ ուզում աշխատեմ, թե ուղղակի ուզում եմ գումար աշխատեմ։ Հիմա իմ խնդիրը ես միշտ դրել եմ, ես ուզում եմ հաճույքով գումար աշխատեմ։ Երբ որ դու գնահատում ես քո ժամանակահատվածը, որի դիմաց դու վարձատրվում ես, դու արդեն նրբանկատ ես մոտենում ու հասկանում ես, թե այդ գումարը ոնց բաշխես։ Ընդհանրապես 20%-ը, 30%-ը դրսում պիտի ծախսվեն, 50%-ը իմ ընտանիքինն է, 10-20%-ն է խնայողությունը իմ մոտ։ Մոտավորապես այսպես է բաժանված։ Պարտադիր չէ։ Պարտադիրոտ Արդեն իմ մոտ դարել է մտածողություն ապրելակերպ։ 30%-ը իմ ընկերներ, հարազատ, բարեկամներ, 20%-ը խնայողություն սևորվա համար, 50%-ը իմ ընտանիք։ Իսկ ընտանիքին չի նկատի ունես, այսինքն ուտել, հագնել, հանգստանալ, այսինքն դե արդեն մոտավորապես գիտես ասել։ Իսկ օրինակ երեխեքը որ գնում էին դպրոց, կար ինչ որ որոշակի գումար, որ դու ամեն օր իրենց տալիս էիր։ Այնտեղ ոնց է, հա, Ամերիկա։ Այնտեղ չէ, այնտեղ կարող է Starbucks-ի գումարը լինել իրենց։ Հա։ Ոնց որ այստեղ Coffee House-ի։ Ահա։ Այսինքն սենց։ Իսկ կարծում ես որ պիտի երեխայի ձեռքին շատ դրամ չլինի։ Իհարկե։ Ես նույնիսկ կարծում եմ, որ երեխան պիտի այդքան տաքսիով չգնա էլ գա։ Ահա։ Մանավանդ եթե եղանակները լավ են։
ինքը պիտի շփվի մարդկանց հետ, ինքը պիտի հասկանա, ինքը պիտի տեսնի, ինքը պիտի իր կողքը Չապլինի նամակը դստերը շատ լավ բան ասում, ասում դու պիտի շուրջդ նայես, որ ինչպիսի մարդիկ կան քո շուրջը, որ դու չես մենակ ու հաստատ քեզնից լավ պարուհիներ էլ կան, ուղղակի իրաց բախտը չի բերել։ Իրանք էլ մի խոսքով, այսինքն իրանք պիտի կյանքը ճանաչեն ու գնահատեն յուրաքանչյուրին։ Ու պիտի գնահատեն ոչ ֆինանսական առումով, այլ մարդկային առումով, իրանք նմանն է։ Եթե իրանք Աստծուն ընդունում են ու ասում են Տեր Աստված բոլորին է ստեղծել իրան զավակներ։ Դու ո՞ս կարես քո աղբորը չսիրես կամ չհարգես։ Կարող է իր չշփես, ինչ պատճառն է։ Բայց պիտի գնահատես, սիրես, հարգես։ Սակ, իսկ օրինակ, երբ որ այդ 50%-ը ծախսում ես ընտանիքի վրա, ուտել, խմել, ապրել եւ այլն, դու ամենամիշ երես տալիս ես ձերանց։ Այսինքն նվերներ անում ես։ Այդպես Անսպասելի անակնկալներ չես անում Մանոյին։ Շատ սիրեմ մատանի էի նվիրել։ Մանոյին ասամ, լսի ինչին են շատ ուրախացել։ Այնքան օրիգինալ։ Լսի, ես տենց ինչ-որ բռի նվեր անող եմ։ Ահա։ Ես չեմ կարող գնամ, տենց ինչ-որ ռոմանտիկ ման գամ գտնեմ։ Ես քայլում տեսնում եմ շատ անայում այդ ուղղությամբ։ Ասում եմ, բալա դուրդ գալիս, հա, վերցրու։ Հայ թանկ ու Մանոն հետաքրքիր է, ընդհանրապես կանայք ասում են հա ուզում եմ Մանոն ասում է շատ թանկ է լավ գնացինք ես վերջերս եմ սովորացել որ ինքը նաև կարողանա գնել իր ուզած բանը չեմ ասում ես ասել եմ գնի դա եթե այդ հնարավորությունը կա Աստված տվել է գնի դա հավատա եթե չլինի կասեմ Մանո շատ է եղել դες որ ասել եմ մենք հիմա ի վիճակի չենք դա գնելու ինքը հետեղել է հասկացել բայց ասում եմ որ դու այդքան ու մենք շատ դժվար ճանաչում ես հարսանիքին կոստյումի փող չունեի Իսկականից սա Իհարկե ես մենեջերը ընդեղից հարսանիքին նայում ասում փողերը բանը սպասում եմ ինչ պետք է լվերներ տան օրես որ ես ու լվերները տվեցին փող չէին բերել ու չէի կարող տալ ես իմ հարսանիքը որ նայում եմ անդադ ծխում եմ ու հարսանիքը ժամը 6-ից չէ երևում թե 6-ից մինչև 10 ես քանի կիլո եմ նիհարում ու ընկեր ունեմ Միրզոյան Արմեն ունեմ որը տեսա որ պրոբլեմ ասել սա ցեշինին ֆալկը խփես հարսանիքի տորը արի մի բան անենք ասեց ինչ անենք ասեց արի մետ աուկցիոն անենք Մանոյի քերին ապահոված մարդ էր ու աշխատում էր այդ ուղղությամբ ուզում էր այնպես անել որ անպայման ինքը օգներ ու ինքը այդ ժամանակով $17,700 այսօրվա պես հիշում եմ աուկցիոնով այդ մեքենա պուճուն մեքենա էր տվեց ու ինքը հասկացավ որ ես պրոբլեմ ունեմ ինձ թվում է հասկացավ ու տվեց իհարկե ես միշտ այդ հիշում ենք ու շնորհակալ եմ ու նույնիսկ աղոթներս մեզ միշտ իրան հենց տվեց արդեն վայելեցիր ուզում եմ ասեմ Մանոյի հետ մեծ դժվարություններով ենք մենք հասել ու ինքը արժանի է ու երբ որ մենք այդ դժվարությունների միջով անցել ենք մի օրվա չի եղել տարիներ է եղել մոտ 4-5 տարի շատ դժվար ենք բանարել հետո կամաց բացվել է ինքը ինձ է բրթել առաջ ես իրան տենց շուտ թեֆթիկունք տենց ու հիմա ես իր վրա փորձում եմ ոչ մի բան չխնայել ամենայն դեպս եթե գիտեմ որ չէ ասում եմ ման ոնց որ չէ էլի արի հետո բայց էդի մեջ մնում է ես մի օր դա իրան նվեր առնում եմ բայց չեմ կարող ռոմանտիկ դա մատուցել օրինակ մարտի 8-ին նվերը մարտի 7-ին եմ տվել իրան Ասում ման շատ ջուրախացան դու չեր ասում արտակարգը դες ինչ ասեմ մի տուր վաղը կտաս որ անակնկալ լինի բայց ես մյուսորն էլ իրան ծաղիկներ պիտի տա ուզում եի որ ինքը երկու անգամ ուրախանա մարտի 8 ասացի մեկ էլ ու նույնիսկ էդ էլ եմ սխալ արել ծաղիկները տալուս ավտոկայանատեղիում եմ տվել այդ ծաղիկները Ոքի դուրը բացի ասում սակը սակասմա դիժես դու կարա նա նորմալ տեղ տա ասեք կաֆե դու երևի դրա համար էլ է ինձ շատ սիրում որ ես տարբեր շատ է սիրում բա ես այո գերշվեմ գա Սակ ես պատկասեմ ինչ սիրուն հարսեր Մանոն Ինձ չէի ներում որ Մանոյին լավ հարսանիք չկարողացա կազմակերպել ինքը շատ արժանի էր լավ դրա համար 10 տարի հետո էլի մենք հարսանիք արեցինք սիրուն ու շքեղ շքեղ սիրուն բայց այն ժամանակ հիշում եմ նույնիսկ
ինքը այնքան լավն է, որ նույնիսկ ինձ ծախսի տակ չէր գցել, ինչ գցել ոչ մի բան չունեի, մենակ ես էի։ Ես ասում ինչ պետք է անես։ Ես Բայց կան չէ տղամարդու կողմը անում է հարսի շորը, չգիտեմ, սեղանների էս մի մասը։ որպես տղամարդ շատ բան եմ արել։ Իսկ կարողացել եմ, բայց այդ կետի շատ քիչ էր իր համար։ Որովհետև նույնիսկ այդ հարսի շորը, որ գնացինք ընտրեցինք, փող չկար, ինչ որ մեկը ամուսնության սրահ կար Զեյթունում, մեր ընկերներից ասեց մեր քուրը ման գնացինք մեջից ջոկեցինք ինչ որ շոր ինքն էլ զգում եմ որ դուրը չի գալի բայց ասում շատ լավն է։ Վայ մանոջան։ Մի հատ էլ sense կարմիր վարդ էր, չգիտեմ որտեղից քթեր խփել, որ յուրահատուկ երևա։ Պամադա էր կարմիր մուկ քսեր։ Ուրիշ ձևի որ ինքը երևա որ տարբերվող է։ Այսինքն ինքը փորձել էր ուրիշ իրավիճակից դուրս գա։ Բայց ամենակարևորը ինքը ուրախացավ իր հարսանիքին։ Ու ես զգացի, որ ինքը իսկական կին է, որ ինքը շիշը չի կողի ինձ, էլի, հասկանում ես։ Հա, ինքը կասի իրար հետ կանենք, կհասնենք այդ։ Դրա համար 10 տարի հետո ասեցի, ոնց ես ուզում քո հարսանիքն անել։ Ոնց ասես դες կանեմ։ Այդպես։ Տենց չգիտեմ։ Շշմելու է։ Հա, տենց մեծ վարդը sense դրած։ Ես չեմ տեսել մեկը հարսի շորի վրա մեծ վարդ դի կարել։ Ո՞րց էր գտել այդ վարդը, ման որտեղից էր գտել այդ վարդը։ Ես գիտեմ, որ դու հիմա շենքում ես բնակարան գնել, չէ՞։ Բայց ես հիշում եմ, որ դու ունեիր հրաշալի ամառանոցում սեփական տուն ունեիր, չէ՞։ Այդ տունը էլ չկա։ Չէ, չկա վաճառում։ Բայց կառնես, չէ՞, էլի սեփական տուն։ Աստված առաջ։ Հենց առնես։ Այսօր ենք ապրում։ Այո, հենց առնես, ուրեմն։ Մեր սիրելի գործընկեր Ital Solar-ը, որը տեղադրում է արևային կայաններ, հիմա մեկնարկել է իր Ital Service ծառայությունը։ Ինչա իրենց ներկայացնում։ Կապ չունի դու որ ընկերությունից ես քո արևային կայանը գնել, եթե արևային կայանը լավ չի աշխատում, փոխակերպիչի հետ խնդիր ունես կամ արտադրողականության հետ խնդիր ունես, զանգում ես Ital Solar 8128, Ital Service-ից գալիս են եւ այդ ամեն ինչը կարգի են գցում, ասենք անձրև ա եկել, ձյուն ա եկել, կեղտոտվել ա, մի քիչ թեքվել ա քամուց-վահանակը, իրենք այդ բոլոր հարցերը լուծում են։ Բայց ինձ քեզանից խորհուրդ Ital Solar-ի ձեռքը բերես արևային կայանդ, որտեղ կմտածես առհասարակ, կմոռանաս, դու բիզնես մտածողություն ես հոսանքի համար վճարելու մասին, դա Ital Service-ն էլ կգա, աստված մի արես թե մի բան այն չլինի, ուղղակի կգնա։ Չգնամ տունս հետ առնեմ։ Բայց լավ միտք է։ Թե նորն ես ուզում։ Նորը։ Այնտեղ արդեն իրանցն է այդ տունը։ Իսկ սակ վերանորոգման փուլում եք, չէ՞, Մանոյի հետ։ Իրար հետ եք դիզայնը որոշել, թե դիզայներ եք ընտրել։ Շատ հետաքրքիր է, Մանոն պիտի ավելի շահագրգռված լիներ։ Ինքը խրախճանք է կազմակերպել Երևանով մեկ, հիանում ու վայելում է Երևանը։ Հիմա էլ ասում եմ թող վայելի։ Հիմա չգիտեմ Մանոն ուր է։ Պիտի մի ընկերուհի այնտեղ, ես եմ եկել եմ, ասեմ այ նկարի տունը սարքենք։ Ասում կգամ։ Դու ես որոշումները կայացնում շնորհակալ։ Ինքը վերջում գալիս է, ասես պիտի լինի ու մեկը սա փոխում է իմ ասած։ Իսկ մեղմ գույներ ես սիրում։ Պաստելային։ Կարմիր բանտը։ Չէ։ Ինչ առանց այդ էլ ներվային է կյանքը մի հատ է կարմիր։ Սակ իսկ նկարը հանվելում որպես դերասան կարոտել ես։ Շատ։ Հիմա ներկայացում ենք անում 40 օր ու շատ լավ ներկայացում եմ, մի ներկայացում էլ ես եմ ուզում անեմ, մի երկու ֆիլմի առաջարկա 2-3 ամսից կսկսեմ։ Ինչ ուրախ։ Լավ է։ Այսինքն սպասենք, որ շատ շուտով քեզ կտեսնենք էկրաններին կրկին։ Ինչ անենք, պիտի մեկը ապրենք, կապրենք կտեսնենք։ Սակ, իսկ դու քո մասնագիտությունը շատ ես սիրում։ Շատ, իհարկե։ Իսկ քո մասնագիտության մեջ, քանի որ նույնն է մեր մասնագիտությունը, ամեն ինչ շատը որ պահնա որ քեզ երջանկացնում է։ Դու այդ կատարսիսը ապրում ես։ Գիտես, ընդհանրապես դրա մեջ եմ ես ինձ լավ զգում, տենց շուտ հատուկ պահ չկա։ Ու կարևորը դա դրա մեջ փորձում եմ անկեղծ լինել հնարավորինս։ Ոչ մի ձևականություններ չանել։ Գիտես, ես մեկ մտածում եմ, մենք ինչ երջանիկ մարդիկ ենք։ Ասեմ ինչ, որտեղ որ ես ուրախ զվարթ գնում եմ փորձի, կամ ներկայացման, չէ, կամ նկարահանման, ես իրոք այ երջանկությամբ եմ գալիս։
ասեմ Աստված ջան, այս խեղճ մարդիկ որ գնում են տենց աշխատանքի եմ, հոգնած եմ եւ այլն եւ այլն։ Մենք էլ ենք հոգնում, նենց չի որ էներգիա չես ծախսում, չէ՞, մեր աշխատանքը մասնագիտությունը հեշտ մասնագիտություն չի իրականում, երբ որ դու խաղում ես վերապրումով համոզիչ, դա շատ մեծ էներգիա է քեզանից տանում։ Բայց մենք երջանիկ ենք, որովհետեւ մենք ոնց որ մեր աշխատանքը դա նաեւ տոն է մեզ համար։ Ես մի քիչ քո հետ համաձայն չեմ։ Ես համոզված եմ, որ բոլոր մասնագիտությունների մեջ, եթե մարդը սիրում է իր մասնագիտությունը, մեր նման թռվռալով գնում է գործի գալիս։ Հետո որ բողոքում է, ուրեմն ինքը այդ մասնագիտությունը չի սիրում։ Ուղղակի։ Մերը ոչ ավել է, ոչ պակաս։ Ատամնաբուժը եթե ատամ սարքել է սիրում, ինքը նույն հոգեվիճակով, դե իհարկե մենք մի քիչ ավելի խենթ ենք, իրոք թռվռալով ենք գնում, ինքը էլ հոգով թռվռալով գնում է ատամ սարքելու, նույնը Վարշավիրը, մյուսը։ Ում որ կտեսնես, որ բողոքում է, նվնվում է, ուրեմն ասա ավելի լավ կլինի, քանի չես մեծացել, փոխի մասնագիտությունը։ Որովհետև, չգիտեմ ով էր ասել, բայց լավ էր ասել։ Ասում եմ, եթե դու սիրում ես քո մասնագիտությունը, նշանակում է դու կյանքում չես աշխատում, գործի չես գնում։ Ապրում ես։ Մենք ապրում ենք, եթե մենք երջանիկ ենք մեր մասնագիտության մեջ, մենք չենք աշխատում։ Սա իսկ վախեր ունես դու։ Ինչի՞ց ես վախենում։ Ինչի՞ց եմ վախենում։ Հիմա սկսել եմ ավելի շատ մտածել արդեն երեխաներիս անձնականի մասին։ Ես ամենամեծ վախերս երևի հիմա կայանում են նրանով, որ իրենք ճիշտ ընտրություն կատարեն, որովհետև արդեն այն տարիքում են, որ իրենք ոնց որ սեր, ասենք հետաքրքրվածություն, չէ, ասենք տղաներ են գալիս, կգնան, արդեն ու դու զգում ես, որ այդ տարիքի մեջ են։ Ու ես ամեն օր գրեթե չկա մի օր, որ չմտածեմ, որ Տեր Աստված ճիշտ ընտրություն կատարեն, որովհետև ես ոչ մեկ չի կարա հասկանա, թե ինչպիսի մարդ կարա գա, ասենք գայլը ոչխարի մորթիով չես կարա։ Ես շատ եմ ուզում, որ իմ աղջիկները ճիշտ ընտրություն կատարեն։ Գիտես երբ եմ վերջի անգամ լացել եմ վախում։ Երբ որ նայում էի ձեր Thanksgiving-ի YouTube-յան։ Gigi Twix-ը երեխեք։ Գիտես, այնքան անկեղծ էին, այնքան մեծ անկեղծություն ու սեր կար այդ ամեն ինչի մեջ, այնքան ազնվություն կար։ Ես ինձ զգացի, որ նենց եմ լաց լինում, այդ վիդեոն նայում եմ ու լաց եմ լինում։ Ճիշտ ես, որ պիտի ինքեր կարողանաս լինես երեխեքիդ հետ։ Իսկ իրենք ամեն ինչի մասին հետդ կիսվում են։ Հա։ Թե առաջի этаպը Մանոնն է, հետո դու ես։ Մեծ աղջիկս Նարեն շատ է կիսում, որովհետև մենք երկար ժամանակ իրար հետ չենք խոսացել, չի եղել շփում ինչ-ինչ պատճառներով ու հիմա այնքան շատ է դա մեզ տրվում։ Հիմա մենք ասենք լիք իրար բաշխում ենք։ Այդ ամեն ինչը ուզում ենք խոսանք իրար հետ, լինենք, հետաքրվենք իրարից։ Մենք անուրախ ենք, որ ինքը 100%-անոց ինձ ընդունում է ու իր այն ամենա խոր մտքերի ու երազանքների մասին կիսվում է։ Ու երևի պատճառն է, որ մի պահ էլի Մանոյին դրա համար շնորհակալություն, որ արդեն մեր կապը ստեղծվում էր, ես ուզում էի պապայություն անեի։ Ու անընդհատ էլի վեճեր էր լինում ու ինքը փակվում էր։ Ես զգում էի ինչ-որ բան չի ստացվում։ Մանոն ասեց, արի իր այդ ընկեր եղի։ Դու իրան պապա էլ չես կարա լինես։ Այդ սեզոնը անցել է։ Դու երբ որ պիտի իրան պապա լինեիր, այդ բաց ես թողել։ Բա ոնց ես ասում եմ լինելու է, մեկը դու իրա պապան ես, ասում եմ հիմա դու իրա ընկերոջ տարիքում եղիր։ Դու իրան եղի ավակ աղբեր, ընկեր եղի, ինքը կգա դեպի քեզ, պապայություն մի արա, որովհետև երբ որ մենք բաժանված ենք եղել, իրա պապին է իրան պապայություն արել։ Նույնիսկ իրա վահանակի վրա հեռախոսի իրա պապիկի նկարն է, ու մեկ էլ ասում է պապայի գերեզման են գնացել, ես այն վաղտ էի նեղում, հիմա չեմ նեղում դրան։ Հասկանում եմ, որ նորմալ է դա։ Ու ես ընդունում եմ այդ փաստը։ Բայց հիմա ես իրա լավ ընկերն եմ ու մենք լավ աղբերություն ենք անում իրար հետ ու ես դրանից գոհ եմ։ Ու դրանից իհարկե ես իրա պապան եմ էլի, բայց ես բացի պապայից նաև աղբեր եմ, ընկեր եմ։ Ու հիմա ու այդպես ավելի հեշտ է քո հետ երբ որ քո երեխեքը կիսում են։ Հիմա գաղտնիք բացեմ, տենց երբ որ դու ընկերավարի մոտիկանում ես, իրանք ինստինկտյան իրանց բոլոր գաղտնիքները քեզ ասում են ու դու կարող ես կոնտրոլ անես իրանց։ Բաց է։ Այո։ Չպիտի իրանց սովորացնես, իհարկե ասում են բաներ, դեմ տաս պատին, հա դե դու պապ, հլը չի ասի երբեք, ու դու անընդհատ պրոբլեմ կունես ու քեզնից թաքուն այնքան բան կանի, բայց այդ դեպքում ինքը քո հետ կիսվում է ամեն ձև, նույնիսկ այն պապա, ես ուզում եմ հիմա սենց եմ կամ ես ընկերուհուս ուզում եմ սենց ասեմ թե չասեմ, այն մանր բաների մեջ
Նո, ես ասում եմ իմ կարծիքը, ինչպես կլներ ու շատ դեպքերում էլ ասում եմ, որ դու ինքդ առաջինը քեզ մեղադրի։ Քո քեզ վերլուծություն արա։ Եթե ինչ-որ մի բան ինքը արել է, դրա մեջ հենց աննորմալ չի, որ այդ քայլն արել է։ Մի հատ տես դրա տակն ինչ է թաքնված։ Միգուցե քո տեսանկյունից է տենց ճիշտ, բայց իր տեսանկյունից դա սարսափելի սխալ է։ Պիտի շփվես, պիտի խոսա ժամանակ տրամադրես։ Ժամանակ պիտի տրամադրես։ Մենք ժամանակ չենք տրամադրում։ Չենք անում։ Վազում ենք։ Հեռախոսը տալիս ենք, ասում ենք նստի խաղա, հետո մի հատ մեծ կոմպ ենք առնում, ասում ենք Ինչ լավն ենք մենք, հա։ Հետո բան, հետո որովհետև դու ասում ես լավ դե, հետո էլ գալիս է վեճերա լինում, ասում ես, բայց ես քո համար գնացել աշխատել եմ, փող եմ բերել, որ դու բանանից ասում ես, քեզ փողը պետք չի, դու ես ինձ պետք։ Դու պիտի գաս մեկ-մեկ հետը շփվես։ Հասկանում ես, քո փողերը ինձ փողը երբեք մարդուն երջանիկ չի դարձնում, դա հետաքրքրացնում է քո կյանքը, փողը միջոց է, բայց դու պիտի հասկանաս, որ դա էլ պիտի օգտագործես, որպեսզի կյանքդ հետաքրքրացնես, բայց քո դերը հոգին է ամենամեծ փողը, ամենամեծ ֆինանսը քո, որտե ֆինանսով ենք չափում։ Դու պիտի տաս։ Տանիքում ֆրունզիկ ենք վայելելու, լավ է, չէ՞։ Օրիգինալ է շատ։ Այո, մեր սիրելի ֆրունզիկին ասեմ, որ հիմա կարմիրը կփորձենք, բայց իրենք ունեն ռոզեն եւ սպիտակը։ Ես խոստանում եմ, որ ձեր տուն ֆրունզիկներով կգա։ Այո, եւ շատ հետաքրքիր է քո կարծիքը, տես կհավանես։ Հրաշք։ Ընդհանրապես հայկական գին արտադրությունը, գինու արտադրությունը բավականին աճ է գրանցել։ Ու ասեմ ոչ մի բանով չի զիջում, մանավանդ որ Միացյալ Նահանգներում են տեղել գինու բազմազան տեսականի կա, մեր հայկական գինեգործությունը բրավո։ Ֆրունզիկն էլ հրաշք։ Շնորհակալ եմ։ Ստաբիլություն թե ազատություն։ Ազատություն, Մտքով թե սրտով։ սրտով։ Վերջին անգամ երբ ես լաց եղել։ 2 օր առաջ Մարդկային մեծագույն արժեքը։ հավատարմությունը, Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ ընտանիք, Աստծուն, որ հանդիպես ինչ կասես։ շնորհակալ եմ։ Ես էլ քեզ եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ տեսակիդ համար։ Ու եւս մեկ անգամ շնորհակալ եմ, որ վերադարձել ես, որովհետեւ դուք ձեզ հետ լույս, ուրախություն ու հավատ եք հետ բերել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ, ուզվեցի։ Հաղորդման գործընկերն է Պրոշյանի կոնյակի գործարանը, Իտալ Սոլարը, Ամիո բանկը, Մուսա Production, Սրտի տանիքներով։ 7 կտրում 7 մտածում եք չափում են, կտրում։ Շատ լավ է։ Լսի, ես պետք է տես հուզված լինեմ, ոչ ես։ Իսկ գուցե մարդիկ ովքեր որ 7 կտրում եք Ես շնորհակալ եմ քեզ, որ դու այդքան ուրախ ես, որ մենք հետ եք եկել գնալիք, լուրջ եմ ասում։ Չես պատկերացնում դա իմ համար է։ Իդեպ 7 չափում 1 կտրում։ գիտես Ամենից չէ, հակառակն են ասում։ Հյուրերին են ասում։ Ես վարեմ հաղորդումը։ գնացինք լավ